Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, երկար ժամանակ չեք եղել մեզ մոտ, մի քանի թեմաներ են կուտակվել, որոնց հերթով կանդրադառնանք։ Համեցեք, որ հարցից եք ուզում սկսել ձեր այսօրվա խոսքը։ Ես ուզում եմ սկսել այն խոշոր կոռուպցիոն սխեմայից, որը Հայաստանի Հանրապետությունում տնտեսագետները արդեն անվանում են անասնակեր օպերացիա, Նիկոլի անասնակեր օպերացիան։ Ինչ է նշանակում Նիկոլի անասնակեր օպերացիան։ Մեզ թվաց, թե ճանապարհ է բացվել, մեզ թվաց, թե անկախ եւ երրորդ երկրից մենք բերում ենք ցորեն, Ռուսաստանից բացի մենք ունենք ցորենի ներկրման նոր ճանապարհ եւ մարդիկ, ովքեր չեն հասկանում Նիկոլի ողջ գարշելի բնույթը, թուրքական բնույթը, թվաց թե դա դրական երևույթ է։ Ահա թե ինչու նիկոլականները ոչ թե կենտրոնանում էին ցորենի որակի, ցորենի տեսակի եւ մնացած բաների վրա, այլ ճանապարհի վրա են կենտրոնանում։ Միշտեր ասեմ ձեզ, որ կոռուպցիոն անաստանկեր կոչված օպերացիան Նիկոլին տալիս է տարեկան $100 միլիոն փող։ Ինչու՞։ Հիմա ասեմ։ Առաջին եւ երկրորդ կարգի ցորենը, որը ներկրվում է Ռուսաստանին, Հայաստանի Հանրապետության հասնելու դեպքում ինքնարժեքը կազմում էր 100-110 դրամ։ Որովհետեւ ցորենը որպես հումք մաքսի չի ենթարկվում, հարկային դաշտում չկա, եւ միայն այլուրի վաճառքը կամ հացաբուլկեղենի վաճառքն է տալիս արդյունք։ Եվ նիկոլականները եւ Նիկոլը միայն Ղազախստանից ներկայացած ցորենով փորձում է տարեկան $100 միլիոն գրփել, թալանել Հայաստանի Հանրապետությունից։ Նայեցեք, յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետությունում ապրում է համաձայն պաշտոնական տվյալների ապրում է 3,60,000 մարդ։ Յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետությունում օգտագործում է 2 միլիոն կիլոգրամ ցորենի ալյուրից ստացված մթերք։ Ուշադիր լսեք, դա տնտեսագիտական գիտելիքների դոկտոր պրոֆեսոր վերլուծություն է կատարել եւ տվել է ինձ։ 2 միլիոնի դեպքում, եթե ցորենի ներկրման եւ ինքնարժեքի միջև տարբերությունը կազմում է ներկրման տարբերությունը կազմում է 50-ից 100 դրամ, 4-րդ կարգի դեպքում 100 դրամ, առաջին երկրորդ կարգի դեպքում 50 դրամ, դա կազմում է 100-ից 200 միլիոն տարեկան։ Եթե դրան գումարենք նաեւ, որ 2025 թվականին հացի 1 կիլոգրամը, որը 2024 թվականին վաճառվում էր 529 դրամ, այսօր վաճառվում է 640 դրամ, այսինքն 111 դրամով թանկացել է, 23-ից 25% թանկացել է հացը Հայաստանի Հանրապետությունում միայն այս տարի։ Դուք պատկերացրեք, որ միայն հացի բիզնեսից Նիկոլի եւ նիկոլականների թալանը կազմում է տարեկան $500 միլիոն։ Նորից եմ կրկնում, կոռուպցիոն սխեման, որը կոչվում է Նիկոլի անասնակեր օպերացիան հանուն թալանի, կազմում է $500 միլիոն։ Ես նորից եմ թվերը կրկնում, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեր թոշակները չեն բարձրացել, ձեր աշխատավարձերը չեն բարձրացել, ոչինչ դրական չի բարձրացել, բայց հացի գինը 529 դրամից դարձել է 640 դրամ։ Եթե ինչ-որ մի նիկոլական աղբ այսօր կհայտարարի, որ ես բամբասում եմ կամ սուտ տեղեկություն եմ ասում, մտեք ցանկացած սիտի, Երևան City եւ գնեք լավաշ։ Գնացուցակը 640 դրամ է, 1 կիլոգրամը։ Անցած տարի այս ժամանակ 529 դրամ էր։ Նայեցեք, առաջին երկրորդ կարգի դեպքում 50 դրամ կոռուպցիոն սխեմայով թալանում են նիկոլականները, 4-րդ կարգի դեպքում 100 դրամ է թալանվում, որովհետև 4-րդ կարգի ցորենը կազմում 72%-ով ավելի էժան է առաջին երկրորդ կարգից։ Եվ ինձ հարցնում են, թե ինչպես պատահեց, որ հայ ժողովուրդը ներեց անաստակեր ցորենի ներկրումը Հայաստանի Հանրապետություն, ես ապշում, երբ Նիկոլ ստախոս մանիպուլյատորը
ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եմ, որ դա կտանք խոզերին, անասնակեր անենք, ես ասում եմ, խոզերին Նիկոլ Խոսխանձող ոչնչություն, դու գիտես, որ խոզերին ծորեն չեն տալիս, ծորեն գարի են տալիս, ծորենին կոմբիկերում են տալիս, ծորենը, կոմբիկերմի մաս չի կազմում, գարին հաճարն են կազմում, հացաբույսերից, ծորենը չի կազմում, այդ ստերդ, ոչ մասնագիտական, մանիպուլյատիվ ստերդ պահիր քեզ համար, այսպիսով փաստում ենք, որ անաստակեր օպերացիան, որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ցույց տալու համար, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղապեր տես ճանապարհն էլ տվեցին, դա բառապես թալանի նոր ձև է, ժողովրդին խաբելու եւ թունավորելու նոր ձև է։ Զանգեզուրի միջանցքը դավաճանելուց տալուց հետո, անդիմադիր ուժերին կալանավորելուց հետո, Նիկոլ Դավաճանը անցել է ժողովրդին թունավորելով գենետիկական ոչնչացման ուղին է անցել Նիկոլը։ Ոչ մի լաբորատորիա չի անցել այդ ծորենը սահմանին։ Եվ չգիտենք ինչպես է անցել։ Անգամ քանի տոննա է անցել, դա էլ չգիտենք ոչ մեկը։ Նայեցեք, հաց թանկացրել են 23-ից 25%-ով, թոշակառուները ոչ մի թոշակի բարձրացում չեն ստացել։ Ստում է, որ թոշակի բարձրացում է եղել։ Ես ուրիշ բան ասեմ։ Հայաստանի Հանրապետության աղքատությունը 27% է։ 2018 թվականին այն եղել է 15-ից 18%։ 10%-ով ավելացել է։ Հայաստանի Հանրապետությունում կան մոտավորապես 590-ից 710,000 թոշակառու, տարբեր աղբյուրներում ես տարբեր թվեր եմ նայել, որից 500,000 թոշակառուն, մոտավորապես 500,000 թոշակառուն, ստանում է 50,000 եւ պակաս թոշակ։ Այն դեպքում, որ նվազագույն զամբյուղը, կենսապահովման նվազագույն զամբյուղը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 70,000 դրամ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգաբնակության թոշակառուների մեծ մասը աղքատ են։ Աղքատ։ Նիկոլի ողջ թշվառությունը։ Ես ուրիշ բան ասեմ։ Նիկոլը, ես մի քանի անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, միայն Երևան քաղաքում հարկերի, տուրքերի, գույքահարկի եւ մնացած տրանսպորտի հարկի, տրանսպորտի վճարների թանկացումից 1 տրիլիոն 250 միլիարդ դրամ ավել փող է հավաքելու։ Այսինքն դա տանում է։ Ժողովրդի ստրկացման, թե ուր է գնում բյուջեն, ոչ ոք չգիտի։ Բայց այն, որ ամեն ինչ կատարվում է ժողովրդին թալանելու ճանապարհով, դա ապացուցում եւս մեկ փաստով։ Տիկին Թոմասյան, բոլորս գիտենք, որ վերջերս բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիր մտցվեց Հայաստանի Հանրապետությունում։ Համաձայն այդ ծրագրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ռեզիդենտ աշխատող քաղաքացուց բժշկական ապահովագրության պարտադիր պահում պետք է լինի 10,300 դրամից մինչև 13,000 դրամ։ Ուշադիր լսեք։ Այսինքն ապահովագրություն են մտցնում ժողովրդի հաշվին, ընդ որում վճարովի խորը մասնագիտական մոտեցում պահանջող ոչ մի վիրահատություն անվճար չէ, այդ բժշկական սպասարկման մեջ չի մտնում։ Բժշկական ապահովագրության մեջ մտնում են, ապահովության մեջ մտնում է կուրակի օպերացիան, բայց սրտի օպերացիան չի մտնում։ Հասկանում եք։ Թոքաբորբի բուժումը, բայց թոքի օպերացիան չի մտնում։ Հասկանում եք ինչ սարսափելի։ Չարակ ուռուցքների օպերացիաները չեն մտնում բժշկական սպասարկման մեջ։
քիմիաթերապիան է մտնում բժշկական ապահովագրության մեջ։ Եվ այսպիսով վերջերս Ստախոս Դավաճան Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում այսպես կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետություն 800,000 աշխատող կա, որոնք ստանում են 200,000-ից ավել փող։ Ես նայեցի վիճակագրական տվյալները, ես նայեցի ֆինանսների նախարարության տվյալները, կենտրոնական բանկի տվյալները, այնտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում կա 705,000 աշխատող։ Բայց եկեք 11,000-ը բազմապատկենք 800,000-ով, այն ինչ որ այսօր այս Ստախոս Դավաճանը հայտարարել է կառավարության նիստում։ Եվ դա բազմապատկենք 12 ամսով, ապա դա կազմում է տարեկան 105 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության աշխատող քաղաքացիներից Նիկոլ Փաշինյանը փող է հավաքում, որպեսզի բյուջեն մսխի առողջապահության ծախսերի համար։ Դա կազմում է տարեկան 278 միլիոն դոլար։ 500 միլիոն դոլար թալանվում է հացի եւ հացամթերքի արտադրության եւ վաճառքից, 278 միլիոն միայն երկու այս գործարքներից Նիկոլ Փաշինյանը թալանում է Հայաստանի Հանրապետություններ։ Եվ այնքան ցինիկ ու լկտի է, որ հայտարարում է, երբ ասում են պետական պարկը 8 միլիարդով ապրել, ասում են զենք ենք առնում, ստում ես։ Ստում ես։ Ես 2 օր առաջ ուսումնասիրեցի պատերազմների ուսումնասիրման համաշխարհային կենտրոնի եւ Հարվարդի համալսարանի համատեղ վերլուծությունը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի բանակների հարաբերությունը, հատկապես Հայաստանի Հանրապետության վիճակը։ Ես ուզում եմ բերել այդ թվերը, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը իրականում դավաճանել է հայ ժողովրդի ազգային անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը այլևս ոչ միայն չունի մարտունակ բանակ, այլ չունի նաեւ պաշտպանունակ բանակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեզ մարտունակ բանակ պետք չէ, մեզ պաշտպանունակ բանակ է պետք։ Զենք ենք առնում, ստում ես, տականք։ Միակ զենքը, որ այդ 8 տարիներին 700-ից ավել դու առել ես, դա 71 թվի արտադրության հնդկական հրետանին է եղել։ Եվ 860 անընդհատ թռչող սարքը, որը մեր բարեկամ երկիրը, ես չեմ ուզում այդ գաղտնիքը բացել, մեր բարեկամ երկիրը մեզ տալիս է 50% գնով, ինքնարժեքի 50%-ով, ընդ որում հարվածային անընդհատ թռչող սարքերը չի տալիս է մանր հնարավորություն ունեցող թռչող սարքերը։ Եվ որպեսզի այդ Նիկոլի այդ կեղծ պահվածքը, ես ապշում եմ, ինչ է մեր ազգային ժողովում չկան պատգամավորներ, որոնք այդ թվերին տիրապետ են, ինչու չհակադարձեցին, ասեն լավ, զենք ես առնում, ում համար ես առնում, եթե բանակդ 50%-ով կրճատվել է։ Նայեցեք, համաձայն պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմում է 47,000 մարդ։ Զինված ուժերը ոչ պաշտպանության նախարարության ենթակայության տակ արկայի 39,500 զինծառայող։ Ուշադիր լսեք, 39,500 զինծառայող։ 2,000 սահմանապահ զորքերն են, որոնք մտնում են զինված ուժերի մեջ, եւ 5,500 աշխարհազորներ, ովքեր չեն հավատում 5,500 աշխարհազորի այդ դրանք մտնում են ցուցակի մեջ, իրականում այնտեղ մի 700 մարդ կա արկա, բայց 5,500 հոգի փող են ստանում։ Եթե չեք հավատում, մի քանի օր առաջ այդ ցուցակով մոբի փողեր, որ բանկերը տալիս են, 5,560 քանի մարդ է եղել ցուցակում։ Ես ճշտել եմ։ Ընդամենը 700 մարդ են գրկված, ահա նաև մեկ կոռուպցիոն սխեմա։ Մեկ կոռուպցիոն սխեմա։ Եթե 5,000 մարդը բազմապատկում ենք 120-ից 180,000 դրամի, տեսեք ինչ փողեր են գալի, իհարկե Սասուն Միքայելյան եւ իր շրջապատը այնտեղ 600-700,000 են ստանում։ Բայց այն պոստեր կանգնող տղաները, որոնք 700 հոգի են,
կերակրում են 5500-ի։ Բանակը թվապես իջեցրել ես 50%-ով։ Նույն պահին, ասեմ ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, ովքեր Նիկոլ են ընտրել, վաղարշապատցիներ, ձեզ եմ ասում, Նիկոլին ծափահարող ոչնչություններ, ձեզ եմ ասում, Ադրբեջանի բանակը 95,000-ից դարձել է 126,000, ընդ որում 20,000 մենակ հատուկ նշանակության ջոկատայինների թիվն է։ Հայաստանի Հանրապետություն կրճատում է բանակը։ Վերջերս մի ծնողի հետ խոսում ասում, դե լավ այլի տարուկես են ծառայել, ասել գիտես, տարուկես եթե մեկ պրիզիվ, մեկ զորակոչ հանում ենք, Հայաստանի Հանրապետության բանակը 10,000-ով կրճատվում է։ Սես ապշած նայում այնց, երբ հաշվարկ ենք անում, ասում հա, այսինքն վատ բան է անում։ Իրենք չեն հասկանում, որ պոպուլիզմը ցանկացած ժողովրդի, ցանկացած պետության ոչնչացման ուղին է։ Նիկոլ Փաշինյան պոպուլիստը, ամբոխահաճը հայ ժողովրդին ոչնչացնում է, իբր թե լավ բաներ անելով, մինչդեռ հայ ժողովրդին ոչնչացնում է եւ դնում է թուրքի ոտքերի տակ մորթվելու համար։ Շարունակեմ։ Մենք ունեցել ենք 450 տանկ, այսօր պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունն ունի 109 տանկ։ Այդ որ մանկապարտեզ եք կառուցում, մեկ տանկի սպասարկումը մարտական վիճակում պահելը տարեկան $100,000 է։ Այսինքն 3 միլիոն Նիկոլ Փաշինյանի բոլոր դպրոցների մանկապարտեզների շինարարությունը $3 միլիոն չկա տարեկան։ Դուք հասկանում եք Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի անվտանգության հաշվին մանկապարտեզը կառուցում, մատուցում է ժողովրդին եւ ժողովրդին տանում է կոտորածի։ Թուրքը կբարեհաճի, կկոտորի, չի բարեհաճի, չի կոտորի։ Մենք ունեցել ենք 215 գրանտ կայան, BM21 գրանտ կայաններ, այսօր ունենք 100 ընդամենը։ Դուք հասկանում եք դա ինչ է կազմում։ Մենք ունեցել ենք 475 հրանոթ, ունենք հիմա 285 հրանոթ։ Ադրբեջանն ունի 7500 հրանոթ։ Եթե ինչ-որ մեկը կմեղադի, որ ես պետական գաղտնիքներ եմ տարածում, դա YouTube-ում կա, հասանելի բոլորին այդ թվերը, կարող եք գնալ եւ նայել։ ՀՄՄ Հայաստան ունեցել է 500, այսօր մնացել է 300 ՀՄՄ։ Դուք հասկանում եք ինչ է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերությունը ամբողջովին ոչնչացրեց։ 3 տարի առաջ զրկեց ֆինանսավորումից։ Ադրբեջանը ունի 7500 անօթաչու թռչող սարքեր, որոնց հարվածող խոշոր բայրակթարները մոտորապես 1000 քանիսն են, Հայաստանի Հանրապետությունը ունի միայն 860 անօթաչու թռչող սարքեր։ Ինչ զենք ես գնե, ստախոս դավաճան։ 8 միլիարդի ինչ զենք ես գնե։ 8 տարի Հայաստանի Հանրապետության բանակը զորավարություն չի անցկացնում։ Մարտական պատրաստություն եւ մարտական պատրաստականության ոչ մի խնդիր չի լուծվում։ Ոչ մի առաջընթաց չկա։ Միայն այդ ընթացքում առաջընթացը 8 սուպեր խանութների ցանցն է, որոնք Աննա Հակոբյանինն են, Կանադայի 17 միլիոնանոց պալատն է, որ Նիկոլ Փաշինյանը գնել է, Ֆրանսիայում գնված պալատներն են քպեականների, այդ բոլոր պալատները դավաճանը ձեզ համար դագաղել չեն դառնալու։ Հիմա նայեցեք, ինչպես հասկանալ այս իշխանությանը եւ այս ժողովրդի այն մասին, ովքեր ընտրում են նիկոլականների, ասելով թե նախկինները թող անեին, էս աներ, են աներ, 8 տարի իշխանության են,
Եվ վերջերս մի խայտառակ այլանդակ քպայական կազգային ժողովում հայտարարում է դե 7 տարի բավական չէր էլի ինչ-որ բան անելու համար։ Եկել է քանդել է կառուցված ամրոցը հայոց։ Բանալիներ տվել եք Թուրքին, պատերը քանդել եք եւ ժողովրդին անպաշտպան կանգնեցրել եք յաթաղանի առաջ, ով չի հասկանում, նա հայ կոչվելու իրավունք չունի։ Ես ուզում եմ անդրադառնալ երկու խայտառակ երևույթի։ Երեք օրագիր նյուզում կարդացի եւ անմիջապես կապվեցի Գորիսի ընկերների հետ եւ պարզվեց, որ Հայաստանում երկու սուպերմարկետների, Գորիսում երկու սուպերմարկետներից հետո Աննա Հակոբյանը թաթ դրել է Գորիսում Շանեն եւ Արարատ սուպերմարկետների վրա։ Եվ արդեն նրանք գործում են 8 ապրանքանիշի տակ։ Եվ օրագիրում ուղիղ գրված է, որ Աննա Հակոբյանը խլել է։ Ես օրինակ երբ Նարեկ Նալբանդյան ինչ-որ բան ասում Նարեկ Նալբանդյան տղայով 18 թվականին դատապարտվել է, թե դատական գործընթաց է եղել 18 միլիոն վարկի համար, որը չի կարողացել մուծել, սնանկ է ճանաչվել։ Նոր իշխանությունը եկե իրենց բիզնեսմենն է դարձել, փող է աշխատում։ Իհարկե դրա համար ինքը պատասխան է տալու։ Բայց Աննա Հակոբյան, դու ինչ բարոյական իրավունքով ես այս համանդրական կարգի տապալման կոչերի համար դատում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Համանդրական կարգի տապալման ակնառու փաստ է, որ ԱԱՑ-ն ու հարկայինը հանուն Աննա Հակոբյանին գնում են տերորի են ենթարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարար քաղաքացիներին նրանցից խլելով իրենց կյանքի գնով ստեղծած բիզնես հնարավորությունները։ Այդ մասին ձեզ թվում է պատասխան չեք տալու։ Հակակոռուպցիոն դատարան, հանձնաժողով։ Ինչու՞ չեք քննում օֆշորում բացված, Արսենե Խանջյանի կողմից բացված այն կազմակերպության գործունեությունը, ով 17 միլիոն դոլարով Նիկոլ Փաշինյանի համար պալատ է գնել Կանադայում։ Ընդ որում դա եղել է նշանավոր պալատ։ Ինչու՞ չեք քննում այդ հարցը։ Ինչու՞ չեք գտնում այն հարցը, որ միայն արաբական աշխարհի արևելքի բանկերում Հայաստանի Հանրապետության 2000 քաղաքացիները 3 միլիարդ դոլար փող են փոխանցել։ Դա նշանակում է դա Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են եղել։ 3 միլիարդի այդ 3 միլիարդ թալանը ինչու՞ չեք քննում։ Այս հացի 4-րդ կարգի ծորենի ներկրման համար ինչու քրեական գործ չի հարուցվել։ Եվ եթե փաստաթղթերը չբացահայտվեին ընդդիմադիր ուժերի կողմից, ոչ ոք չէր իմանա, որ դա անաստակերտ ծորեն է եղել, ամենացածրորակ ծորենը։ Ինչու՞ չեք քննում այդ հարցերը։ Նիկոլ Փաշինյան, դու զենք չես գնել, ծաղրած ու հարբեցող սրիկա, դու խաբում ես հայ ժողովրդին։ Այսօր, միայն այսօր, քրեական գործ են հարուցել հականիկոլական ուժերից 560 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ։ Ցանկացած ընդդիմադիր խոսք ուզում են ճնշել։ Ծնկաչոք աղոթող տականքներ, ծնկաչոք մահմեդականներն են զուզա տալիս։ Զուզա նշանակում է աղոթքի կանչ։ Եվ ինչու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը չի քննում Բայրամովի ասաց այն խոսքերը, որ 2019 թվականին Նիկոլի հետ խոսել ենք Արցախը հանձնելու մասին, ասել է ինձ կսպանենք, ժամանակ տվեք, եւ Նիկոլն ու Ալիևը զոհվածի ծնողներ, անհետ կորածի եւ գերեվարվածի ծնողներ ուշադիր լսեք։ Բայրամովը բացահայտեց Նիկոլի ողջ գարշելի դավաճանությունը։ Եվ ես արդեն հստակ հավատում եմ, որ այդ
5 միլիարդը, որ տվել են Նիկոլին Արցախ հանձնելու համար, դա իրականություն է։ Բայրամը իր բերանով ասել է, մենք ասացինք, որ պետք է Նիկոլը համաձայնեց, որ հողերը կտան, բայց վախենում են, որ իրենք կսպանեն հողերը տալու համար։ Դրա համար Ալիևի մշակեցին օպերացիան, եւ ես հավատում եմ այն լուրերին, որ Հոխիկյանը եւ մնացածները տարածել էին, որ ասել են 5000 հայ կսպանեն եւ ժողովուրդը վախից սուս կանի։ Ձեր որդիներին տարեկոտորել է Նիկոլ Դավաճան տականքը, որպեսզի ժողովրդին վախեցնի նոր պատերազմի սպառնալիքով եւ այսօր էլ վախեցնում են նոր պատերազմի սպառնալիքով հանուն իր իշխանությունը պահպանելու եւ վերարտադրվելու համար։ Ինչու քրեական գործ չեք հարուցում Բայրամի հայտարարությունների համար։ Եվ Բայրամը սխալ է ասել կամ ճիշտ է ասել, ինչու քրեական գործ չեք հարուցում։ Որտեղ կբացահայտվի, որ ճիշտ է ասվել։ Բայրամը հստակ ասել է, որ Արցախի հանձնումը պայմանավորված է եղել։ Արցախյան պատերազմը դավաճանված է եղել։ Դավաճանված է եղել։ Իհարկե այսօրվա Արցախի հերոսները, այն հերոսները, որոնք զոհվել են հերոսաբար փառքով, այսօր իրենց սեփական որդիների եւ ծնողների կողմից ծաղրի են ենթարկվում։ Ծաղրի են ենթարկվում։ Ակնառու փաստը Էջմիածնի ընտրությունները։ Ես անձամբ Արցախյան պատերազմի ժամանակ եւ 5-րդ բրիգադի հրամանատար նշանակեցի Մանվել Գրիգորյանին, որը փոխարինեց Մարտիրոսյան Ռենիկին, փոխգնդապետ Մարտիրոսյան Ռենիկին, կադրային ակադեմիական կրթությամբ սպային, եւ անցան հակահարձակման մեջ շենում տեղակայվեց Մանվել Գրիգորյանի շտաբը։ Ես եղել եմ մեջ շենում եւ մեջ շենում պատիվ եմ ունեցել հաց ընկերը ջերմուկի համոյի հետ եւ Էջմիածնից մեխակ էին ասում, իր պազիվնոյն մեխակ էր։ Ես մինչեւ հիմա ինձ թվացել թե իր անունն է մեխակ, բայց վերջերս իմացա, որ իր ազգանունն է։ Մենք շատ ենք շփվել այդ տղայի հետ։ Զոհվեց։ Եվ եթե իր որդին այսօր ձեռք է մեկնում Նիկոլ Փաշինյանի նման դավաճանին, ով Արցախը հանձնեց, եւ այն հողը, որտեղ արյուն էր թափվել, հերոս մեխակի արյունն էր թափվել, իր որդին պիղծ, ստոր, գարշելի դավաճանությամբ հանուն փողի, հանուն պաշտոնի նիկոլական դարձավ։ Ասեմ քեզ, Էջմիածնում եւ այն աշխարհում, այս աշխարհում հանգիստ չես ունենալու, հորդ հերոս հոգին հալածելու է քո նման դավաճանին։ Բայց ասեմ ձեզ, որ Էջմիածնի ընտրության Նիկոլին ընտրելու փաստի վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ Անաստակերտ Ցորենի ներկրումը։ Եվ Էջմիածնեցիները, որոնք Անաստակերտ Ցորեն անունը լսեցին, Նիկոլին դարձեցին հերոս եւ գնացին 48% նիկոլական դարձան։ Անաստակերտ Ցորենը Էջմիածնեցիներին մեծ ոգևորություն առաջացրեց։ Նրանք ովքեր Նիկոլին են ընտրել, դրանց եմ ասում ձեզ։ Դուք չեք ընտրել հերոս մեխակի որդուն, դուք ընտրել եք դավաճան որդուն եւ ընտրել եք դավաճան Նիկոլին։ Եվ ոգևորել եք Նիկոլին այդ դրա համար ընդդիմադիր կուսակցության 8 ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ է հարուցել, որովհետև նրանք կամարձակվել են ջախջախել Նիկոլին։ Նայեցեք, Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգիրքը խախտելով վարչապետի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի 8 նախարարները, 3000 ոստիկաններ եւ պետական ողջ ռեսուրսի կիրառմամբ ընտրություններ են կազմակերպել եւ ընտրել են ընտրության իրավունք ունեցողի եւ ընտրության մասնակիցների 40%, ընտրության իրավունք ունեցողների 28%-ը։ Բայց նրանք ովքեր ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն Ավինյանի հայրը ճիշտ է ասել, որ դուք համբալ եք։ Եվ դուք իրավունք չունեք այ համբալներ։
ապրելու այս աշխարհում, մեքենա վարելու այս աշխարհում, ճիշտ է ասել, գիտես, համիտ եմ։ Նիկոլն անցել է վերջին արարին։ Վերջերս դուք գիտեք, որտեղ ունեցավ թուրքալեզու երկրների համաժողով, որտեղ Ալիևը շատ մեծ ելույթ ունեցավ Զանգեզուրի միջանցքի մասին։ Ասես, որ Զանգեզուրի միջանցքի ճանապարհային շինարարությունը կավարտվի այս տարի, երկաթգծի շինարարությունը կավարտվի մյուս տարի, եւ հայտարարեց, որ նա չասեց Թրամփի միջանցք, նա չասեց Հայաստանի Հանրապետության միջանցք, նա ասեց Զանգեզուրի միջանցք, ադրբեջանական Զանգեզուրի միջանցք։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը այդ Թրամփի անունը դրեցին, որպեսզի ժողովուրդ քեզ հերթական անգամ խաբեն, եւ դու խաբվեցիր, որովհետեւ դու ուզում ես, որ քեզ խաբեն։ Թրամփի միջանցք չկա, կա Զանգեզուրի միջանցք։ Եվ Ալիևը իր ելույթում 3 անգամ կիրառեց Զանգեզուրի միջանցքը եւ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ միջանցքի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեն։ Ավարտելով խոսքս ուզում եմ այսօրվա ամփոփել այսօրվա խոսքս եւ ասել. Նիկոլ Փաշինյանը անաստակերտ ցորենի ներկրմամբ տարեկան եւ ցորենի հացամթերքի գների բարձրացման միջոցով տարեկան 500 միլիոն կոռուպցիոն սխեմա է ստեղծել։ Նիկոլ Փաշինյանը բժշկական ապահովագրության անվան տակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 287 միլիոն դոլար փող է հավաքում։ Դուք մի կարծեք, որ դրանք թվեր են հենց այնպես։ Դրանք աղքատացնում են մարդուն։ Դրանք մարդուն փողազրկում են, ֆինանսապես դնում են կախյալ վիճակից մեջ։ Եվ Նիկոլը ոչ թե նոր աշխատատեղեր, ընդլայնված վերարտադրություն է ստեղծում պետության զարգացման համար, այլ քերթում է, թալանում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Թալանում է նրա համար, որպեսզի թուրքը ազատ տեղաշարժվի Հայաստանի Հանրապետության տարածքով։ Գրենադայում կամ Աքիլեսյան սյուներ կոչվող հատվածը, որտեղ միջերկրական ծովը միանում է Ատլանտյան օվկիանոսին։ Դա 100 տարվով տրված է Անգլիային, այնտեղ ծածանվում է Անգլիայի դրոշը։ Ոչ մի իսպանացի իրավունք չունի այնտեղ գնալու։ Եվ Իսպանիայի օրենքները այնտեղ չեն գործում։ Նույնը Զանգեզուրի միջանցքում գործելու է Ադրբեջանի օրենքները եւ Հայաստանը այնտեղ ներկայություն ընդհանրապես չի ունենալու։ Չի ունենալու։ Ժողովուրդ, եթե անաստանկեր ուտելուց հետո դուք նորից Նիկոլ Փաշինյանն ընտրեցիք, ես նորից եմ ասում, դուք կործանման եզրին եք կանգնած։ Սթափվիր, ժողովուրդ։ Սթափվիր։ Հանուն քո ապագայի, սթափվիր։ Նիկոլը թալանել է, Աննան թալանել է, քպեականները թալանել են եւ թալանելու են, որովհետեւ նրանց լոգոն թուրքական արտադրության լոգոն է։ Նրանց կարգախոսը ապագա գելեչեք վար գելեչեք թուրքական հայրենիք կուսակցության կոչն է։ Իսկ այս սրտիկը, որ Նիկոլն անում է, առաջին անգամ այն կիրառել է թուրքական քեմալական կուսակցության առաջնորդը։ Չեք հավատում, իմ Facebook-յան էջում ես դրել եմ լայնորեն նայված YouTube-յան կայքերից այդ նույն պատկերը, ինչպես է թուրքական այդ գործիչը առաջին անգամ այդ սրտիկը ցույց տալիս։ Այնպես որ Նիկոլը ոչ մի նոր բան չի անում, ոչ լոգոն է նոր, ոչ լոզունգն է նոր, ոչ էլ սրտիկն է նոր, դա թուրքական է։ Ոչ էլ ծնկի եկած աղոթելն է նոր։ Դա էլի մուսուլմանական է։ Ավարտելով խոսքս հայ ժողովուրդ ոտքի կանգնիր։
քո փրկությունը քո միասնության հավաքական ուժի ու պայքարի մեջ է։